24 News-ի եթերում Մարդիկ Արցախից հաղորդաշարն է, շարունակում ենք ներկայացնել արցախցիների իրական պատմությունները։ Եվ հենց այդ պատմությունների բացահայտման հետքերով այսօր հյուրընկալվել եմ Ալիսային։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Լավ։ Ապրիքներ եկալք։ Դուք ապրիք վերմոս հյուրընկալալք, մոս կոֆե եք տված էր արցախյան փախլավաղ, սա իհարկե կադրից դուսյա մնացել, ամեն դեպքում Ալիսա գիտում եք ոսում սոր զրույցի յուրահատուկ ձևավ սկսեմ, որովհետև դուք էլ եք յուրահատուկ, ամեն դեպքում Արցախում պատկերացնենք վերմտկավ կեցանք Արցախ ու այնանք օրինակ Գմբեգորի անվան պուրակից վանավ կշանում ենք բիտա տատիկ պարպիտանան ու կշանանք երևի գլխավոր փողոցավ, հա հիշում եք տեղ ինչ մագազիններ ալել, ինչեր ալել։ Ամեն ինչ հիշում ու вообще ես պարտադիր գործից հետո ամեն երիկուն պետք է կշնայի մի հատ հրապարակավոր կեի, որ դինջնայի հոգեպես, հետո կեի գործը շարունակեի։ Իմ գործը համարյա տևում էր օրվա 20-20 քանի ժամ առանց բացառությամբ։ Ճանապարհին այստեղը կիլոմետրելիս օրինակ դե հալա կշանում ենք, հիմնականը մտնելը պցրնալիս է այնım Պարզ ասած, արդեն տոնում կինամ, հա։ Կշնալիս դե բանականաբար, եթե շատ չինում թե էդի ճիշտ է ոչ ամեն օր, բայց պարտադիր եկեղեցի, պարտադիր։ Տնտեսական խանութը Սոֆիի նղճգործը պարտադիր ցերքա պետք է անում։ Կյամում ժելաբաբոյին կողքեմ անպայման առանց բացառությամբ մի երկու րոպե զրուցանում, կոզի մի շենքում ապրում, բայց անպայման կյամում ժելաբաբոյին տեսնում։ Սամուելը նղճգործը ցերքավանում։ Կյամ կշանում կինամ անպայման ամուսնուս գործատակ տեսնում, как будто мы մերտանան չտեսեկա, կինամ ուտի կշանում մամուստոն, դենդեղ սա խանութն է, սա հիշում լողջին անխտիր բնամ, տիպեն չկա, ես տիպեն հիշում չում վեր, ես մոռացած եմ, անթոպ իմ տանս մեջ, ին տիպեն չկա վեր, ես տազը գինամ վեջ։ Հիշում եք օդը ոնց հալել ուրուգունեն փոխվելիս, տոտագատ, ես սիրալ չում դուսկամ նստիմ, սիրամ դուսկամ մանկյամ, որչում ասեմ, պրոստը մանկյալ է ինձ էդի բացարձակ օրիչ հաճույք հալել տալիս, գիդում չում խայված անընդհատ ուզանում, պրոստը մանկյամ, նստել ես ինձ հիշում չում դուսկամ հրապարակամ, ինչով մտեղ ասիմ նստային, օգնացım լի նստի մեզ մակրոթում, սիրամ պրոստը մանկյամ։ Ալիսա, ամեն դեպքում ինչքան էլ փորձինք խոսինք այն դավորերից, այն ամեն ինչից ինչ վեր իլելա, դրանք միշտ ուղղորդվել են պատերազմով, կամ սահմանից հալուրեր եկալ վատ, կամ լավը գիտում։ Ինչպես սկսվեց ձեզ համար պատերազմը։ 20 թվից կողմ անընդհատ մեր համար պատերազմ էր։ Ինչպես նաև 20 թվից սկսած պատերազմը, 20 թվից հետո մեր բոլոր կյանքը փոխվել է բավականին։ Արդեն 20 թվից հետո ամեն օր մեր համար պատերազմ էր։ Կյանքի ու մահվան, ամեն օր վատ լուր, ամեն օր հոգեպես տանջվանք, բայց մեկը պետք է անպայման նշեմ, որ դժբախտ էինք, բայց խենթուրախ։ Հետաքրքիր համեմատություն է եւ իսկապես այդպես էր։ Չգիտեմ, չեմ կարող այլ տարբերակով ասել դժբախտ, նեղություն, բայց լեն ապրողից հոգեպես ուրախ ու ավելի, չգիտեմ, բառերով չեմ կարող բացատրել, բայց ճիշտ եմ ասել դժբախտ, բայց խենթուրախ։ Սեպտեմբերի 19-յան իրողությունը ինչպիսին էր ձեզ համար, սպասելի էր արդյոք։ Սպասելի էր, երևի շատերի ինձ ճանաչողները գիտեն, որ ես մի ամիս առաջ իմ ուսապարկը հավաքել էի իմ փաստաթղթերով, իմ տանը եղած դե գումարավոստքիա բոլորս է տեղյակ ինքերի որ արդեն դրանով անցել ենք ու միջև օրս հիշում եմ աղջկաս մոտ մի հատ ոսկե ականջող կար, ասեցի Մարիամ, այդ ականջողը բեր ռիսկի գնալու ենք, մնալու է այդ ականջողը, հիմա մենք չգիտենք մեզ դեմը ինչ է սպասում, ամեն մի արժեքավոր իր նոր կյանքի ինչ որ օգնություն է, չենք կարող ասել Ղարաբաղցի ոսկեղենելով երընկալել եկա։ Այո, երընկալել եկա վերաստված չգիտեմ, չեմ էլ կարող ասեմ Աստված չտա, թեկուզ Աստված արդեն տվել է, բայց Աստծո տված ամեն ինչի վերջ մի նոր սկիզբ է։ Ու ես տենց աղջկաս ասեցի գնա այդ ականջողը քո բիժուտերիանի մեջից բեր, դնեմ իմի հետ ու դնեմ այդ ուսապարկի մեջ։ Ես այդ ուսապարկը մի ամիս առաջ պատրաստել էի։
Հիմա բոլորը զարմանում են, դու որտեղից գիտեիր, ես ոչ մի տեղից չգիտեի, ուղղակի մարդ ենք էլի ինտուիցիան տվել է, որ համել վերջին մի ամիսը որ չէի աշխատում, Facebook-ում լուրերով էի զբաղվում անընդհատ, այդ վերցնում էի քաղաքական, այնքան էի խորացել, որ Facebook-ը անգամ այդ կապույտ գալոչկան որպես լրատվական տվել էր։ Ես իմ շատ դժվար էր, բայց այդքանը։ Ինչպես սկսվեց պատերազմը։ Պատերազմը սկսվեց մի բուռ ալյուր ունեի, կարկանդակ էի պատրաստում, կարտոշկի պաշար ունեի, դե գյուղում բարեկամներ շատ ունենք, այն որ շաբաթական մի հոգին, չգիտեմ ինչ պայմաններով են, որ բենզին չկար, ավտո չէր գալիս, բայց ինչ, ես վերջ այդ մի շաբաթը տենց էի ապրում, մեր գյուղի բարեկամների շաբաթը մի հոգի, ամուսնուս բարեկամները, շաբաթական մի հոգի մի հատ տուլիկ էր բարեկամով ասած, դրանով ենք այդ որ այդ շաբաթը յոլ են, դե ոչ մի բան չկար վաճառքի, եթե անգամ գյուղերում կար, գարուչի չկար, որ բերեին հասցնեին քաղաքել, ինչքան էլ դու գումար ունես, այ տեղան, այ ըտե գումարը ոչ մի բան է, ոչ գումարը, ոչ անուն, ոչ կարողություն, ըտե ոչ մի բան է, եթե ոչ մեկ քեզ չի վաճառում, քո գումարը առհասարակ շրջափակման ժամանակ գումարը չես կարող դաս երեխան ուտի, ոչ մի ձև դու դա չես կարող անես։ Կարկանդակ էի պատրաստում, հենց այդ տոկը դուրս գալի դեռ լուսնել ռեժիմով էր, քորս երեխան եկավ, ասեց Ալիս պատերազմը սկսել, աս երեխա ինչ է խոսում, էլի ու տե ասելն ու դրախկոնը մեկ եղավ, դամաշնիկներով դեպի դուրսը վազեցին, այցի դամաշնիկներից ես մինչև 7-րդ դպրոց ոնց եմ իջնելու։ Դամաշնիկներից արագ փոխեցի ու վազեցի երեխեքի հետևից, գնացի մեկին գտամ, մյուսին չգտամ։ 8 տարեկան տղաս, 7 տարեկան չգտամ։ Ու տենց այդ սնարյադների տակ, հիմա որ հարցում են, ասում են, ինչից ես վախում, ասում եմ, ես ոչ մի բանից չեմ վախում։ Երբեմն որ ուշ աշխատում եմ, ասում են, դուռը քիչ ես փակում, ասում եմ, սնարյադից որ չեմ վախեցել, ես ինչից պետք է վախենամ։ Ու տենց 3 ժամ ես քուրս ամուսինս հերս ընկած, այդ 8 տարեկան երեխային եք ման գալիս, դու մի ասա, որ սկսել են բամբի տանելը, տղերքը ով որտեղ երեխա է տեսել, մցրել է պատվալները։ Իմ երեխան վերջում ճարել ենք, դե կապել չիլալ հիշում եք, սովմինին պատվալումը, ասում էլ չի պապապ ասել կողքն աշխատում, գոնե ասեք կամ ստեղ եմ, գուցե վախեցել էր երեխան, վախեցել է, լացում էր, հա։ Ու տենց շատ դաժան ընդհուպ այդ կիրովի ընկավ, չէ, միած սնարյադ կիրովը, մի քիչ ոտ է նածով իմ արոժնի մոտ է, այդ որ ընկավ այդ մոստից ներքև, այդ վալնան ինձ չկցրավ տապին, այս քուրս որ սենց քաշել է, ասում գոնե արի մտնենք 7-րդ դպրոցի նկուղը, որ այս մասը խաղաղվի, նորից գնանք երեխուն փնտրենք, չգիտեմ, մայրերի ապրումները, հա, այդ պահին սարսափելի իրողություն է սա, սարսափելի, որ երեխուդ չես գտնում, ես իմ կյանքում դրանից սարսափելի բան չգիտեմ, որ չգիտես ողջ երեխա հետ, ուր երեխա հետ, դա ամենաանտանելին է, կյանքում ամեն ինչ կարաս տանես, բացի երեխու կորուստն է, երեխու մի պահ աչքի տնկնելը, դա մարդու համար ամենաանտանելի ցավը հենց իր երեխու հետ կապված ամեն ինչն է, իմ կարծիքով։ Շրջափակման ժամանակ դուք անմիջապես գործ ունեիք սննդի հետ, խմորեղեն էիք պատրաստում, իհարկե դա ձեր գործունեությունն էր Արցախում եւ կնշեք վերջին շրջանում խնդիրները ինչպիսին էին, հատկապես երևի ալյուրի հետ էր կապված շաքարավազի, հա։ Մի բան բացել էին, եթե հիշում եք, այդ առանցքը մի հատ բացեցին, մենք մթերք ստացանք։ Բավականին ստացանք մթերք, ունեինք մի քանի պարկով, ու տենց այդ ընթացքում դեռ աշխատում էի։ Հետո որ բացի աշխատելուց, թե ես ինչքան եմ փոքր ամաններով, այս մեկին ամուսինս ամեն անգամ գալիս էր, դե ջահել տղերք են գործի տեղն է, այս մեկը պեսոկ չունի, այս մեկը վայ ես տանը բանան կա, ես մեն երթվում եմ, ինչ ասում եմ, ամենայն անկեղծությամբ եմ ասում, վայ Ալիս, ես բանանս ճարա, պասոր է մեր գործավները, մինեն է խոխան մենակ բանանա ոտում կուճիրա։ Ասում վեչ ինչ վրան խոխան կուճիրա, մեր խոխան օրիշ պենել գոտ է, հինչկինի նա գոտ է, տար ես մինը, տար ես մինին տո, կամ է մինին խոխան հինգիլամ հինչ հավուսում, ուտի ենքան պես ու կոմ մաստիկի մնոցում, իժանալ, սաուն փողը ենա կագուտում վեր ծախիմել վեր տորտը էլի վեչ պարկաստո։
Այդ օրերին գումարը ընդհանրապես հարց չէ։ Вообще բացարձակապես ոչինչ չէին շրջափակման դժվարությունների դեմ։ Երբ հասկացանք, որ պետք է հրաժեշտ տաք Արցախին, հա, պատերազմը ավարտվեց, ես հիշում եմ, մենք սկսեցինք կանայք լվացք էին անում, այդ օրերի կուտակված հագուստը, մեկը հաց էր թխում, մյուսը ճաշ էր պատրաստում, փայտից վառարանների վրա սա ֆիքսենք, որովհետև 21-րդ դարում սա իսկապես անհասկանալի պայմաններ էին, ինչևէ հասկացաք, որ իրոք պետք է հրաժեշտ տաք, թե դուք էլ օրերի կուտակված լվացքն եք շարունակում անել։ Այնպես է ստացել, որ արդեն հասկացանք իմ տունը ավելի վերև էր քաղաքից, ես արդեն այդ 19 թվից 19-ից հետո տուն չէի կարողանում գնալ, զուտ այն պատճառով, որ ամուսինս ծառայող անընդհատ աշխատանքի էր, տուն չէր գալի, լույս չկար, իմ տունը առաջին հարկ 4 անգյունուսաղ պատուհան դուռ, երեխեք հետ վտանգավոր ահավոր, որովհետև ես իմ տնից որ նայեմ թուրքը արդեն երևում է, տենց ցերեկները մեկ-մեկ բարձանում էի, այ քո ասած լվացք էի անում, տղմն էի դասավորում, ես իմ ինչ որ կարում էի անում էի, չհաշված որ հենց բարձանում էի տուն, սկսում են վերևի դիքերի վրա կրակելը, նորից չգիտեմ իջնում էի Կիրովը, ու տենց ոնց որ մամայիս տանն էինք ապրում, դրսում դրած վառարան, սա հարևաններով այդ վառարանի դիմացը ում տան ինչ կա, ընդհուպ իմ տանը ինչ եղել է, այդ սառնա խցիկում սետկա իջացել ենք մամայից հայատ, ոչ մեկ տուն չէր մտնում, հայաթում վառարանը դրած, ու տենց այդ վառարանի վրա ով ինչ ուներ, երդվում եմ, ում տան ինչ կար, հանում էր այդ վառարանի վրա, միասին մի ընտանիք դարձած, դե համ հաց ենք, բայց այնքան ուրախ ենք ես։ Դեր տանն ենք, չէ։ Շատ, վերջում տուն հավաքեցի, սառնարանի դռան արանքը մի հատ բան կայեմ դրել, որ չփակվի, հոտ չընկնի սառնարանի մեջը, լվացել, սրբել, ամուսուս ասեցի, բա մեր տնից բան չենք վերցնում, գոնե արի մի հատ հեռուստացույց, ասես չքանդես տունը, ու տենց հրաժեշտ տվեցինք, ամփուրեցինք պատերը, դուռը կողպեցի, ասեցի բանալին դնեմ գազի այդ բանի վրա չգան կոտրեն, գոնե թող բանալին բացեն նոր մտնեն, էլի ամեն դեպքում իմն է, իմ աչքին ցավատալ է, որ ես իմ տարիների աշխատանքի արդյունքն է։ Չեմ կհանդել, այնքան որ իմ հետ ոչինչ չեմ վերցրել, որ տան արտաքին տեսք չփոխի։ Վերջում մտուս գալիս ասում եմ, գոնե բեր այդ մեծ ու փոքր սուպրեկը վերցնենք, վրաներ սեն սիլիկոնի էր փրած, տակներ սուպրեք։ Գոնե տանենքի շատակ պայենք մեր տնից, այդ տագիները վերցնում եմ, արդեն դուրս են գալի, այն վրինը նորից այդ սիլիկոնը սիրում գցում եմ բան, որ սեղանը չփչանա հանկարծ։ Սաղ ինչքան իկոնակար, Աստվածոյ։ Սա վերցրեցի, մի հատ Մարիամ Աստվածածին ունեմ, մի քիչ մեծոտ, ասեցի քեզ թողում եմ տեղ, կհսկես։ Եկեք մտածենք, որ իսկապես հսկում են այնտեղ մեր տները եւ այն արժեքները, որ թողել ենք Արցախում, կպահպանեն Արցախը մինչև որ վերադառնան։ Քանի որ խոսեցինք թողածից, բերածից, որպես արցախցի, հա, ոչ թե որպես անհատ մարդ, այլ որպես արցախցի հավաքական կերպար։ Ինչ ենք մենք բոլորս թողել Արցախում։ Անք հիշողություն։ Թե չէ նյութականը այդ ամենտեղ ստեղծել։ Գիտես, ես մի խոսք ունեմ, ասում եմ, բնակարանը դա օջախ չի։ Ես եթե ամեն երկրում ամեն տեղ 10 ատեր ունենամ, այդ ինձ համար օջախ չի լինելը։ Իմ օջախը մնացել է դե։ Այդքան։ Ինչպես հատեցիք Հակարի անցակետը եւ ինչ անունով այն կորակեք, շատերը ասում են, որ դա դժոխքի ճանապարհներ կամ մեղքերի թողության ճանապարհներ։ Ինքը այդ արդեն այդ գիշերը որ գիտեի պետք է անցնենք, ես այդ ցաղ գիշեր չքնացի, ուղղակի տողում էի։ Ես էությամբ վախկոտ չեմ։ Բայց ես իմ համար երբեք, ես հիմա ոչ միայն ես, բոլորս էլ մեր համար անմիջապես չենք ապրում։ Ապրում ենք մեր երեխաների, մեր ծնողների, մեր շրջան, մեզ սիրող մարդկանց համար։ Ու ես ամբողջ այդ գիշեր ամբողջ օրը դողում էի, իմ հայրը 90-ականների առաջին կարգի աշմանդամ է,
մասնակցած, իր վրա ակնհայտ երևում է, որ ինքը պատերազմի մասնակից է, որովհետև առաջին կարգի աշման անդամ է։ Ամուսինս 17 տարվա ծառայող է։ Ահա որ էդ էր ինձ միակ բանը, որ մտածում էի, որ ամուսինս ու հայրս բարեհաջող անցնեն, ու իմ երեխեքը հանկարծ չտենան ոնց են իր ծնողը կամ պապիկը։ Ես միշտ ասում եմ, աշխարհի ամենահզոր մարդը ընդե ոչ մի բան է։ Ու մենք տեսանք մեր մեծամեծերը, մեր թեկուզ մեր Ռուբեն Վարդանյանը, որ աշխարհի մակարդակով են, որ ասում ամենահզոր մարդն է, եկեք ընդունենք, բայց այսօր ունենք այն ինչ ունենք, ցավալի փաստ, մարդիկ չեն հասկան։ Իմ շրջապատի մարդիկ ասում են, լավ ինչ պետքա ձեզ անեն, ասում են դու գիտես զենքը ինչ է։ Դու եթե ամենահզորն են լինես, ընդե ոչ մեկ քեզ չի կարալու փրկի։ Զենք տնենա չկա դե տիրա վեքցի կարճ կոնկրետ առանց որևիցե խաղեր տալու։ Ինչու այսպես ստացվեց, հա դուք նշեցիք, որ Ռուբեն Վարդանյանը նույնիսկ անզոր էր այդ անարդարության, այդ տերորի դեմ եւ փորձենք հասկանալ, հա ինչու այդպես ստացվեց։ Քչով չբավարարվել է, անընդհատ ավելին ուզելը, անընդհատ ավելի նորմալ է, որ մարդ իր գիտակից անհատ կյանքում ձգտում է ավելինին, բայց ավելինը պետքա չափ սահման ունենա, ավելինը պետքա բրիձել ունենա։ Ես որպես անհատ ինձ որ ասում են ինչի մի ուրիշ գործել չես անում տորտից, ասում եմ ինձ էսի բավական է իրոքից այ մարդը պետք է բավական բառը հասկանա, մենք որ բավականը չհասկացանք, դրա համար մենք հասանք այսօրին։ Ու ես դու պատժվում ենք ուրիշի մեղքերի համար, դա նորմալ է, Աստված ինքը խաչվեց ուրիշի մեղքերի համար։ Այսօր մեր նման մարդիկ, որ անմեղ են, այսօր մենք խաչվում ենք ուրիշի մեղքերի համար։ Ես այդպես եմ կարող վերագրեմ, իմ մտածելակերպը այդպեսին է։ Ինչ կուզենայիք տալ Արցախին, ինչ կանեիք հիմա, եթե այնտեղ լինեիք եւ ինչ չհասցրեցիք տալ, հա։ Պատրաստ եմ առանց վարանել կյանքս էլ տալ, ինչպես նաև 20 թվին էի պատրաստ, բայց դե գիտես որ ամուսնացած ես, մի քիչ ամուսնուց կախված ես լինում, ինչքան եմ ասել ես գամ հիվանդանոցում օգնեմ, թող գամ, չթողեց, դե հիմա ես այն որ էդի բանը չէ որ դու քեզ կարենաս վերջո եթե կին ես ենթակա ես ամուսնուն ինչքան էլ երեխաների մայր եք, հա, ինչքան էլ ասեցի ուրեմն սենց ասեմ ինքը որից մեքենա շեցորացրեց միշտ էր ասում ասես որ մի բան էլ երեխեքին կարենաս հանես երթվում եմ էդի մեքենա քշելը դարել էր հենց այդ որ մի բան էլ ես իմ երեխեքին 20 թվին ինքը ասեց ես չեմ կարող գամ քեզ տանեմ երեխեք 4 երեխա երկուն իմը երկունը քրոջիցս մեկ էլ մայրս ու տենց ես որպես խամխանվարորդ նստեցի ու եկա Երևան ինչ եք ուզում տալ Արցախին որ չեք տվել կենքսել եմ պատրաստում շատերը չեն հավատում բայց ես ինогда վերջղայնանում ասում ավել լավ ամաս լողջին դեղս պնեի ճիշտ է իրավունք չունեմ ես ուրիշի փոխարեն տես բան ասեմ ուրիշի երեխային չի ոչ ես իրավունք չունեմ իմ երեխայի փոխարեն նման բան ասեմ բայց ես ասում եմ ավել լավ ամաս լողջին դեղս պնեին քան էս ամեն ինչը որ հավատա ոչ փող ոչ անուն ոչ կարողություն մեր հոգու չի թեթևացնելու էդի մեր սպինա մեր վերքնա լավ շատ եք տխրալ շատ եք լացինում վոլա այս ծաղիկներն ձեր բոստանան եք քաղալ ծաղիկներ իմ տելիս բոստանանա բոստան ասած հայաթանա ծաղիկներն իմ Տակրեն Ղարաբաղցիա սերմերը հա ամենակարևորը Տակրեն Ղարաբաղցիա ու իմ տելենիս կեսուրսինի ամուսինսինի հենց ընդեղան պարտադիր ինձ էդի ծաղիկ արկում համարինք վեր Արցախի բույրն են, հա, փոխանցում։ Ոչ միայն դե կիսուրը գյուղի կիսուրա պարտադիր ընդեղել է կանաչեղեն պեն իրան շարժանում է ամեն դնում ղրկել եմ ասում Սախարաբաղցի դա կարևոր է եկեք փորձենք հիշենք Արցախի բարբառավ արտահայտություններ վերևը շատ ծիծաղելի է հա հումոր է ինքուրա մեջ պարունակում ու կարելի չենք պրոստը սկանանք ու ծիծաղենք վեճ այ դա դիժե հատ ստամ ես պայն երևես հուզված վիճակից կարիմ վեճ բար հիշիմ սոտքին է վեր կարիմ հիշիմ բայց եկ ընդունենք վեր Ղարաբաղին հետ ամեն ինչը կապվածը բացառիկ
հիշողություն է, ամեն բառեն, ամենահինչ բառը գիտումս, են բառեն հայաթին խոխանվեր կանչում, ալիսա քուրիկս, միչեմ են կանչուկիս մեչինա, միչեմ ենք, չէ, կարել չմ բառ հիշում, կարել չմ սոտասում ես պայն, մանավանդ ես վեր քաղաքի, այդ բառը հիմնականում գյուղից ալի, դուսկյամ, մի քիչ ինձ էտի դիժեկինի հիշելը, բայց ես վստահ վերմունքնորից քինենանք, չգիտեմ ինչի, ոնց որ ես այդ տրամադրվածությունը կար, որ հեսատուսնքյամ այդ նախապատրաստությունը ես սրալում, ու հիմա էլ հակառակը, ու ես ամեն անգամ երազումս տեսնում եմ, որ ինչ-որ մեկը իմ տանը ապրում է, բայց այն չի քանդում, գիտես էդի, չգիտեմ թե ես եմ ես տրամադրում, թե ինչ, ես երկրորդ անգամն եմ երազիս գնում եմ իմ տուն, տենում եմ ինչ-որ մեկը իմ տանը ապրում է, մի կապոտում մի խաղաղ ընտանիք է ապրում, բայց ինքը իմ տունը չի քանդում, ու ես իրան ասում եմ, ոչ, դու տեղ ապրի, միջև ես գամ, նայի տանս, իպա տեսի, թշնամուս ասում եմ տանս նայի, միջև ես գամ, չգիտեմ իմ ասածը կարող է մի քիչ շատ տերյականջի համար տարօրինակ, կոպի, ծանր հնչի, բայց այսօր ես թշնամուն ասում եմ իմ տանը նայի, միջև ես գամ, ու պարտադիր ես գնալու եմ, ուզում աստեղ ունենամ, ինչ մարդու մտքով կանցնի, այդ ինչ չի հետաքրքրում, դեղա, թող քիչ աշխատեմ, թող քիչ, ես սենց թենես մտածում էի, ասում էի, երեխեքը կմեծանան, եթե սենց հայոց հորք ռուս անիկդոտ տրած մնանք Ղարաբաղ, թող եմ երեխեքը դուրս կան նորմալ հայերի հետ ապրեն, ես ումսին ասեմ, որ մենք մեր տանը կծերանանք, հիմա վերադարձի տեսլականը փաստորեն լավատեսորեն է, անպայման, վերադարձ լինելու է, անպայման արենալու, անպայման, ինչ եք անելու, ինչ եք ասելու, ես արդեն պատկերացնում եմ ինչպես ենք մեր իրերը, գուցե եւ չենք էլ հավաքելու, հավազելու ենք, առանցիր, բայց ինչ եք, հա առաջինը որ վերադառնաք, կա մի բան, որ պիտի պարտադիր անեք, վայր կա, որտեղ ուզում եք առաջինը այցելել, գուցե երախտագիտության համար, գուցե թեթևության համար, առաջինը հենց մտնեմ Արցախի հող, պետքա մեր բարբարավասը ստապանպաճի, հետո ամեն ինչ ինչ ընդեղ կա իմ համար հարազատը, ընդհուպ սկսած են ամենափիս Ղարաբաղ ցուցկով դասած իմ համար արժեքավոր է, իմ համար հարազատ է ես, չգիտեմ, ճիշտ է ես շատ լավ հասկանում եմ, որ ոչ հարևաններն է լինելու նույնը, ոչ իմ կյանքն է լինելու նույնը, այսօր իմ շրջապատի մարդկանցից չկան, այսօր մեր ընտանիքի ամենաշատ մոտիկ մարդը, որ այսօր վարվել է չկա, այն որ գիտես մի շատ կարևոր բան է ուզում ասի, ուրեմն Արցախում որ աշխատում ենք, իմ աշխատողներից այդ տեղահանված Հադրութ Շուշի բան կար, ուրեմն ես անդադ սենց աշխատում էի համաշկի պոչով այդ մարդկանց էի նայում, ասում էի Տեր Աստված, ոնց են այս մարդիկ տուն-տեղ կորցրած շարունակում ապրել, ու ես սկսում էի արտասվել տենց, համ արտասում եմ, համ աշխատում եմ, համ նայում եմ իրանց, ասում եմ ոնց են իրանց մեջ ուժ գտնում ապրում այդ կորուստից հետո, ու հիմա ես հասկանում եմ, ոնց են այդ մարդիկ ուժը գտել, այդ մարդիկ իրանց համար չեն այդ ուժը գտել, հանուն իրանց թորների, հանուն իրանց երեխեքի, իրանց շրջապատողի, հիմա ես այդ ուժի մեջ գտնում եմ, որովհետև ես որ տուն եմ գնում, ինձ տանը նայող երեխա կա, որ կոպիտ ասած սոված խոխա կա, չեմ կարող հանձնվել, կարող է հոգեպես արդեն հանձնված է, բայց ֆիզիկապես չեմ կարող հանձնվել, պետք է ամեն ձև պայքարեմ հանուն իմ երեխաների, ամեն ինչ անեմ, որ իմ երեխաները չէ բառը չիմանան, քանի որ զորից սկսել ենք Արցախի փողոցներով քայլերով եւ խանութներն ենք վերհիշել եւ այլն, հիմա պատկերացնենք, որ այդ փողոցով տուն եք դառնում եւ որպես զրույցի ամփոփում մտքի մեջ ինչ եք ասելու, հա ինչ լավա տոմիկամ, ինչ լավա տանում, թա ինչ են լիտա, իհարկե ինչ լավա վեր տոնում քինամ, ին պուչիր իր կնցնիմ, ուրեմն ես որ նոր էի ամուսնացած, դե
ուրիշ տան էի ապրում, փոքր, որ առանց պայմանների, բայց որտեղ տուն որ գնում էի, ավելի լավ, ավելի ճոխ, հենց որ մեր տան այդ դռնով մտնում էինք, այդ մի, չգիտեմ, մի փոքր տեղեր առանց որևէ պայմանների, ու մեր դիվանին վերսի նստանք, ասալում Տեր Աստված, ինչ լավ է մեր տունն էլ չի է, մերը չի լավ։ Դե նոր ամուսնացած բանել են, որ շատերն են ասում դրանից, որ մեր տունն էլ չէր, բայց հենց այդ մեր այդ դիվանը վեր մերն ալալ, այն որ դրա վրա նստում ենք, ասում ենք Տեր Աստված, ինչ լավ է։ Ասելիք սենա, որ ուր էլ գնաս, այն ամենաճոխ տեղն էլ մեկա քո օջախից ավելի լավ տեղ չկա։ Էդ է, թե դրանից ճոխն էլ լինի, քեզ հաճույք չի տա։ Քեզ հաճույք է տալու մենակ քոն անմիջապես քոնը, այդքանը կարամ ասեմ։ Հույս պահենք վերքին այնը։ Անպայման, Մեր տներումը նստելու։ Ու դաժե ես գուցե շատերը նորից պիտի կառուցին, որովհետև այդ ուզում ասեմ, մի միտք եկենք, ուրեմն մի անգամ երազից տեսա, դեռ իմ մամայի այդ շենքը չէին քանդել, մի անգամ երազից տեսա, որ բոլոր այդ հարևանները մամայից են մոդիկ հարևաններ, սա դե իմ տուն Արցախում բավականին մեծ էր, Աստծո ողորմածությամբ, ու այդ բոլոր այդ հարևաններից եկած մեր տանը ապրում էին, ասում էի, ոչինչ, սաղը եկեք մեր տունը ապրեք, աբուտում արդեն վերադարձալ, ու սաղ այդքանը մեր տանը ապած, ասում եմ, համ քոնլեցեմ, համ զերթոնում, ասում եմ, իրանց շենք այնա կախը, ու դրանց մի քանի օր հոտ է քանդում իմ հայրական շենքն, ու շենքը էլ չեն քանդել ոստիկանություն դիմացնաբաց են արդեն քանդելու, հուսանք լավ է լինելու մի օր ամեն բան։ Լավ է լինելու, ափսոս որ կորուստը չենք վերադարձնելու, հավատա շենքն էլ ենք սարքելու, տունն էլ ենք սարքելու, կարևորը մեր հողումը լնայենք, միակ բանը, որ ես շատ ցավում եմ, որ կորուստը չենք վերադարձնելու։ Հիմա որ ինձ ասում են, ես էլ պետք է անպայման ասեմ, որ ինձ ասում են նորից պատերազմ լինի, նորից Արցախ, ասում եմ կլինի, եթե պատերազմով են գնալու, ես էլ չեմ ուզում։ Ես պատրաստ եմ մի սաղ կյանք տանջվեմ հոգեպես, բայց էլ կորուստ չեմ ուզում։ Էլ մարդ չզոհվի։ Եթե դա կլինի որոշում հարցի, որ չկա Արցախ, բայց մենք էլ զինվոր, ջահել, ահել չենք կորցնի, ես դրան պատրաստ եմ, ես պատրաստ եմ մի ամբողջ կյանք տառապելով, հոգեպես տառապելով ապրեմ, բայց միայն թե այլևս կորուստ էլ չլինի, ես էլ չեմ ուզում։ Շնորհակալ եմ անկեղծության համար, ամեն մնացեք։ Այսպիսին էր մեր այսօրվա պատմությունը, հուսանք եւ վստահ լինենք, որ մի օր ճանապարհը դեպի տուն է տանելու։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։